Բարև ձեզ սիրելի բարեկամներ, առցանց առավոտի եթերում է դեմ առ դեմ հաղորդումը, որը ինչպես գիտեք ընթանում է բանավիճային ֆորմատով։ Այսօր իմ հյուրերն են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, շնորհակալություն, եւ Ժառանգություն կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, շնորհակալություն։ Թեման հնարավոր է արդյոք երրորդ համաշխարհային պատերազմը կապված Ուկրաինայի ուրեմն իրադարձությունների հետ։ Նախ ես այսպեսի ընդհանուր հարց ունեմ երկուսիդ էլ, որտեղից եք դուք ստանում լրատվությունը, որովհետև երկու կողմից էլ կան կոպիտ ասած Դմիտրի Կիսիլովներ, հա, պարզապես մեր մոտ այդ կանալները, ռուսական կանալները ավելի շատ են հեռարձակում, դրա համար մեր վրա այդ ինֆորմացիան ավելի շատ է գալիս, բայց հավասարապես կան ուրեմն քարոզիչներ։ Այ ինչպես է կարողանում հավասարակշռել ինֆորմացիան։ Ես փորձում եմ նաև գործակալություններից ստանալ եւ Euronews-ից նաև գոնե որ ավելի այսպես ամփոփ է տրվում։ Եվ իհարկե անկեղծ ասեմ, այն քաղաքագիտական իրադարձությունների փորձը, որ ես կուտակել եմ այս ընթացքում, շատ երկար եմ զբաղվում ես միջազգային հարաբերություններով։ Թույլ է տալիս ասելու, թե որն է ավելի ճշմարիտ, որն է ուղղակի ռոպագանդա, որն է ուղղակի երկակի կեղծիք, ամեն ինչ։ Այս բոլորը ինֆորմացիոն պատերազմ է, պես որ բոլորը ամեն ինչ հասկանալ է։ Որպեսզի օբյեկտիվ լինի մոտեցումները, պետք է հասկանալ, թե իրադարձությունների աղբյուրը որն է եւ ինչից ուր է գնում։ Հետո արդեն նոր կարելի է որոշել։ Դուք Ստեփան։ Ես քանի որ տիրապետում եմ եւ գերմաներեն, եւ անգլերեն, եւ ֆրանսերեն, եւ ռուսերեն լեզուներին, բնականաբար հետեւում եմ այդ լեզվով ցանկացած իրադարձության։ Ինքս էլ փորձում եմ ֆրանսիական, գերմանական, անգլիական կամ ռուսական կամ նույնիսկ ուկրաինական լրատվամիջոցներ ընթերցելիս հասկանալ եւ թացը զատել չորից, փորձել բոլոր դեպքերում հանել այն ինֆորմացիան, բացի դա նաև բնականաբար տարիների ընթացքում, քանի որ եղել եմ ակտիվ փորձագետներից մեկը Հայաստանի տարածաշրջանի խնդիրներով զբաղվող, բավականին լավ կապեր ունեմ աշխարհի տարբեր հետազոտական կենտրոնների, փորձագետների հետ, ովքեր ինձ բարբերաբար շատ օպերատիվ ուղարկում են։ Ստանում եմ տեղեկատվություն նաև քաղաքական կուսակցություններից, Ուկրաինայից եւ տարբեր վայրերից։ Ռեգիոնների կուսակցությունից ստանում։ Ցավոք սրտի ոչ։ Ճիշտ ասած, ռեգիոնների կուսակցությունը առանձնապես որևէ բան չի էլ թողարկում ինֆորմացիոն պլանի վրա, բայց ասենք ուդարից բարբերաբար ստանում եւ նաեւ ինքս եմ հայ հանրությանը ներկայացնում, թե ինչ տեսակետներ են տարածում կամ դեմոկրատական ալյանսը Ուկրաինայի, այսինքն բավականին շատ է ինֆորմացիոն աղբյուրներ եւ նաեւ Facebook-յան գրառումներ շատ པարզ մարդկանց, ովքեր հետևում են, ներգրավված են, այդ թվում եւ Ուկրաինայում բազմաթիվ ընկերներ ամենատարբեր ճամբարներում, ովքեր տեղյակ են պահում։ Լավ, Ուկրաինայում Մայդանում ենթադրենք տեղի ունեցել հեղափոխություն, հա, ի բոլոր ծայրահեղություններով, երբեմն ազգայնական դրսևորումներով, ի պատասխան դրա ռուսական զինվորականները ակտիվացել են Ղրիմում եւ անհանգիստ է նաեւ Խարկովում եւ Դոնեցկում։ Ռուսաստանի գործողությունները այս պահի դրությամբ, բաղը դե չգիտենք ինչ արին, այս պահի դրությամբ համաչափ էին թե չէ։ Դեք քաղաքականության մեջ պետք է ավելի որսալ, թե որն է խորքային այն իրադարձությունները, որոնք ստիպում են այս կամ այն որոշումը կայացնելու։ Ես կարծում եմ իմ տեսակետն է այն վերլուծության, որ ես արել եմ ընթացքում, դա ավելի շուտ այն վախն է, որ ՆԱՏՕ-ն գալու է դեպի Ռուսաստան, եթե Ուկրաինայում կատարվեն այդպիսի փոփոխություններ, որոնք միանշանակ արդեն շատ ավելի ծայրահեղ տրամադրություններ են առաջ բերում, եթե միայն Եվրոպայի հետ ասոցիացման մասին պայմանագիրը կնքվեր, երևի այդքան չէին անհանգստանա, որքան հիմա են անհանգստացած, որովհետև փոխվել է ամբողջ իրավիճակ եւ հակառուսական ամբողջական տրամադրությունները իշխանության մեջ կան։ Եվ հաշվի առնելով փորձը, որ ժամանակին հայտարարվում էր, որ ՆԱՏՕ-ն չի գալու դեպի Ռուսաստան, որ ՆԱՏՕ-ն կբավարարվի նրանով, որ սովետական օրինակ զորքերը դուրս գան Գերմանիայից։ Նրանք Լեհաստանն էլ խոստացել են, Լեհաստանը որ չի լինի եւ այլն, եւ մերձ Բալտյան երկրները։ Սա վերեց նրան, որ այդ անհանգստությունը օրորի ավելացավ։ Հիմա դա ճիշտ է, թե սխալ է մոտեցումը։ Հիմնավոր է այդ մտահոգությունը, թե ոչ։ Հիմնավոր է այնքանով, որ դա իրողություն է դարձել։ Եվ եթե հիմա էլ այդ բանը կատարվի, դա իհարկե մեծ անվտանգության հետ կապված խնդիրներ է առաջացնում։ Երկրորդը այն, որ համոզված չեն, որ կարող են երկխոսության ճանապարհով
այն հակասությունները, որոնք կան արևելքի եւ արևմուտքի միջև, կարողանան երկխոսությամբ հաղթահարեն։ Եվ երրորդը, վերջապես պետք է հաշվի առնել նաեւ այն գործոնը, որ կա ռուսական բնակչություն այդ տարածքներում եւ մեծականակ, ես ուզում եմ ասեմ, դա պատճառներից մեկն է, որը բերում է այսպիսի ուրեմն արձագանքի։ ՆԱՏՕ-ի հարցը իսկապես Ռուսաստանը հիմնականում անհանգստացած է նրանով, որ ՆԱՏՕ-ն կտարածվի դեպի արևելք։ Ես ընդհանրապես չեմ սիրում այլ երկրներին բացատրել իրենց շահը։ Ինձ բացատրել։ Բայց հիմա սկսեմ հետևյալից։ Իմ կարծիքով Ռուսաստանը վերջին շաբաթների ընթացքում եւ նույնիսկ ասեմ ամիսների ընթացքում կատարել է այնպիսի քայլեր, որոնք ճիշտ հակառակ էֆեկտն են ունենում իր հետապնդած նպատակների առումով։ Նախ ես սկսեմ նրանից, երբ Վիկտոր Յանուկովիչի կուսակցությունը, ռեգիոնների կուսակցությունը եկավ ուրեմն իշխանության գլուխ, շատ հետաքրքիր կոմպրոմիս էր ձևավորվել Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև։ Եվ Արևմուտքի համար էր հավասարապես ընդունելի այն գործելավոճը, որը կար։ Իհարկե մի կողմ եմ թողնում Յանուկովիչի իշխանավարման խնդիրները ներսում, որոնք խնդիրներ էին դառնում Եվրոպայի եւ իր միջև, դա Տիմոշենկոյի գործն էր եւ այլն, բայց երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումների հետ կապված շատ հետաքրքիր կոնսենսուս էր ձևավորվել։ Ի տարբերություն նարնջագույն առաջնորդների, Յանուկովիչը պարզ հասկացրել էր, որ Ուկրաինան չունի իր օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցության խնդիր։ Բայց միևնույն ժամանակ հասկացրել էր, որ ինքը ցանկանում է, ինչպես եւ ուկրաինական նախկին իշխանությունները, բոլոր իշխանությունները, ավելի սերտ հարաբերություններ Եվրոպայի հետ, տնտեսական առավելապես հարաբերություններ։ Եվ այս համաձայնության շրջանակներում Ուկրաինայի եւ Եվրոպայի միության միջև սկսվեցին ասոցիացիան պայմանագրի շուրջ բանակցություններ, խոր եւ համապարփակ ազատարևտրի շուրջ բանակցություններ, որոնց Ռուսաստանը այդ շրջանում չէր խոչընդոտում։ Դա ինչը խափանվեց։ Հետագայում ես կարծում եմ Ռուսաստանը որոշեց, որ վերջ դա իր համար այլևս անընդունելի է։ Ես որևէ նշան ինձ հայտնի չէ, որ այդ շրջանում Յանուկովիչը եւ նրա քաղաքական ուժը հայտարարեին, որ իրենց օրակարգում հայտնվել է ՆԱՏՕ-ին անդամակցության խնդիրը, այսինքն Ուկրաինայի համար այդպիսի հերանեկար Յանուկովիչի պաշտոնավարման շրջանում չի եղել, բայց Ռուսաստանը որոշեց, որ ինքը կարող է տարատեսակ ճնշումների միջոցով նաեւ Ուկրաինային զերծ պահել ազատ առևտրի գոտի ունենալուց։ Եվ այս ամբողջ ողբերգությունը սկսվեց։ Եվ իդեպ մինչև վերջին զարգացումները Ռուսաստանը փորձում էր Ուկրաինայի վրա ավելի շատ օգտագործել քաղաքական տնտեսական լծակներ։ Մենք կարող ենք հավանել դրանք, ընդունելի համարել, չհամարել, բայց փաստը դա էր եւ չեմ ուզում քննարկել։ Եվ կարծում եմ շատ ավելի հեռուն գնաց Ռուսաստանը, որը չափազանց վտանգավոր է հենց իր համար, երբ ուղղակի բառիզմուն իմաստով ձեռնոց նետեց միջազգային իրավունքին, հատկապես եւ 94 թվականի Բուդապեշտյան մեմորանդումով Ռուսաստանը եւ Միացյալ Թագավորությունը եւ նաեւ Միացյալ Նահանգները ըստ էության գարանտ էին կանգնել անվտանգության եւ տարածքային ամբողջականության Ուկրաինայի միայն այն բանի դիմաց, որ Ուկրաինան հրաժարվում է միջուկային ուրեմն իրավաժառանգորդման խնդրից սովետական միության եւ հանձնել էր միջուկային մարտագաղթիկները, որոնք միասին վերցած շատ ավելին են, բարձվում է, քան ասենք մյուս երկրների ունեցած մարտագաղթիկները։ Եվ այսօր պարզապես Ռուսաստանը բառացիորեն ձեռնոց է նետում միջազգային կարգին։ Հետևաբար այս առումով իհարկե ձեր վերադառնալով ձեր հարցի պատասխանին, ես հստակ կարող եմ արդեն ասել, որ Ռուսաստանը ինքը ավելի շատ է դրթում Ուկրաինային դեպի ՆԱՏՕ իր գործողություններով, որովհետև նույն Ուկրաինան եւ միջազգային հանրությունը հասկանում են, որ քաղաքական համաձայնությունները, որոնք եղել են 94 թվականին ձեռք բերված, այլևս չեն գործում, դրանք այլևս լուրջ գարանտ չեն եւ Ուկրաինայի փրկությունը շատ արագ ՆԱՏՕ-ի անդամ դարձնելն է։ Ես վախենամ, որ Ռուսաստանը իր քայլերով ավելի արագացնի Ուկրաինայի ՆԱՏՕ-իզացիան։ Այսինքն եթե, հա, ենթադրենք, եթե Վիլնյուսում ստորագրում է Ուկրաինան այդ ասոցիացիան պայմանագիրը, ոչ մի ցույցեր չեն լինում, ոչ մի հեղափոխություն չի լինում, Ռուսաստանն էլ ոչ մի բան չի բզբզում եւ ամեն ինչ դզվում է։ Այդքան էլ այդպես չի, որովհետեւ եկեք հասկանանք, որ միատար չի այդ ժողովուրդը այդ պետության մեջ։ Պատճառները ընդհանրապես երբ է կարելի այս կամ այն երկրում այդպիսի նվազումներ առաջացնել։ Երբ որ իշխանությունը չի համապատասխանում ժողովրդի շահերին, չի կատարում այն, ինչ որ անհրաժեշտ է ժողովրդին։ Այդ պարագայում պարարթող է ձևավորվում եւ այդ դեպքում էլ իհարկե տարբեր քաղաքական հետաքրքրություններ են առաջ գալիս։ Եվ քաղաքական ուժերի մեջ, որոնք ներսում են գործում, եւ դրսի քաղաքական կամ պետական ուժերի մեջ այլ է։ Այսինքն, այստեղ
քաղաքականության մեջ պարզունակ որևէ բան որոշումներ չեն կայացվում ընդհանրապես։ Այլ հարց է թե ինչպիսին եղավ այդ նախապատրաստական փուլը, որը բերեց այս ամենին։ Իհարկե Վիլյուսը ստորագրելը որոշակի հատկապես արևմտյան ուրեմն մարզերի ժողովուրդները իրենք շատ մեծ դժգոհություն ապրեցին։ Հավանաբար այն վերնախավում եղած մարդիկ, որոնք որ նույնպես տեսնում էին եվրոպական կառույցների հետ իրենց լավագույն հարաբերությունների ձևավորում նույնպես, բայց կար նաև մի ուրիշ հատված, որը դա չէր ցանկանում եւ ուզում էր ավելի շատ Ռուսաստանի հետ մերձենալ։ Ռուսաստանի շահից ելնելով, հա։ Ռուսաստանը պարզ ասում է, եթե դու գնում ես այնտեղ, ես ուրեմն փորձելու եմ իմ հարաբերությունները քեզ հետ այսպես ձևավորել, որը շատ նորմալ եմ համարում, որովհետեւ նույնը անում է Միացյալ Նահանգները կամ նույնը կանեն Եվրոմիությունը, երբ որ դուք փոխում եք ձեր, այսպես ասած, օրենտիր կողմնորոշումները, հա։ Հիմա եթե անդրադառնում ենք այս պահին, ապա իհարկե եթե մենակ այսօրվա իրավիճակից ելնելով լինենք, ապա իհարկե պետք է ասենք, որ Ռուսաստանը այո ինքն է դրդում, Ռուսաստանը այն անում, բայց պետք է հասկանալ այդ խորքային պատճառները։ Եվ բացի այդ, վերջապես Արևմուտքը երբևիցե չի կարողանում հաստատուն այնպիսի մի վստահության մթնոլորտ ձևավորի, որպեսզի բոլոր այդ համապատասխան վախերը հեռանան։ Եթե չի կարելի այդ վախերը, ասենք այն մյուս պետության, ում հետ որ ինքը ուզում է անհամեմատ ավելի, ուզում է ասոցիացման ծրագրեր ստորագրի, բայց Ռուսաստանին այդպիսի առաջարկ չի անում։ Ռուսաստանը մնում է մեկուսացված։ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը լինում է հետևյալ կերպ. ինչպես անենք, որ մասնատվի այդ երկիրը, որովհետև գլխացավանք է մեզ համար։ Այսինքն այնտեղ վախեր կան, որոնք որ հիմա օբյեկտիվ են, թե օբյեկտիվ չեն, բայց դրանք այդպեսին կան։ Եվ դրանից Ռուսաստանը մասնատել։ Ես ամբողջ արևմուտքը չեմ վերցնի իհարկե, բայց կա իհարկե կա այդպիսի տրամադրություններ, ինչպես եղավ խորհրդային միության մասնատման հետ կամ փլուզման հետ եւ այլն։ Այսինքն որովհետեւ այստեղ լավ է թե վատ դա այլ հարց է։ Չէ, պարզապես մտադրություն կա։ Մտադրությունը ելնում է նրանից, թե ասենք այդ ահռելի տարածքը ոնց է օգտագործվում։ Օրինակ նա շատ ժամանակ Օլբրայթն էր դեր ժամանակին ասում Սաբականասյանի, հա, նստացեք, չեք կարողանում ինքներդ անեք, չեք թույլ տալիս, որ մյուսները զարգացնեն այդ ամբողջը։ Տարբեր պատճառներ կան, տարբեր խնդիրներ կան, որովհետև արդեն աշխարհը այնքան է փոքրացել, որ այդ գլոբալ խնդիրները արտահայտվում են տարբեր ձևով։ Ով է ինչպիսի տեսություն ձևավորում, ով է տեսության հեղինակը եւ ինչ նպատակներ է ձևավորում, շատ բարդ է ասել։ Դրա համար այսօրվա դրությամբ ես կարծում եմ, որ պետք է adekvat նայել, կարևորը գլխավոր է նաև, որ այսօր Պուտինի այդ որոշումը ինքը ընդունեց զուտ նրա համար, որպեսզի առկախ պայի այդ որոշման իրականացումը, որպեսզի ասի, որ իմ դիրքորոշումը այսպիսին է։ Հիմա եկեք բանակցենք։ Լավ, ազգային խնդիրը, հա, Ուկրաինայում կան մարդիկ, որոնց ազգանունը Կոյով է, հա, բայց նրանք իրենց ռուս են համարում, այսինքն նրանք ենթադրենք կազակ են բանից, այդ շատ այդպիսի մարդկանց գիտեմ, եւ իսկապես Ուկրաինայում սպառնալիքներ կան ռուսների եւ ռուսալեզու բնակչության նկատմամբ, թե դա պարզ պատրվակ է։ Գիտեք, ես Ուկրաինական ազգայնականության, ոչ ազգայնամոլության, ուղղակի զուտ ազգային իդենտիֆիկացիայի առումով լավագույն մասնագետը չեմ, եւ բացարձակական մասնագետը չեմ, բայց դիտարկումները ցույց են տալիս, որ իսկապես այնտեղ նույնիսկ այդ ուկրաինացի հասկացության, այսպես ասեմ, էվոլյուցիոն հերթական փուլն է, որտեղ իսկապես սամաիդենտիֆիկացիայի, ինքնաիդենտիֆիկացիայի, ինքնանույնացման խնդիր կա։ Եվ այո, իրավացի է, կան մարդիկ, որոնք ռուսախոս են, բայց իրենց համարում են ուկրաինացի, կան մարդիկ, որոնք ռուսախոս են, իրենք համարում են ռուս։ Եվ նույնիսկ եթե անձնագրում գրած ուկրաինացի, նրանք իրենց ռուս են։ Հետևաբար, այս առումով բավականին բարդ է։ Այս իրավիճակը բավականին երկար է, եւ դա մենք տեսանք նաեւ նարնջագույն հեղափոխության շրջանում, երբ երկիրը հստակ բաժանված էր արևմտյան եւ հարավ-արևելյան հատվածների, բայց ի տարբերություն նարնջագույն հեղափոխության շրջանի, ես հիմա մի շատ էական տարբերություն տեսա։ Ռուսաստանը իր գործողություններով նույնիսկ իր դեմ է հանել բազմաթիվ մարդիկ հենց արևելյան շրջաններում։ Միայն այս Եվրոմայդանի կամ այս վերջին շրջանի ուրեմն այս հեղափոխությունը որ տեղի ունեցավ, եւ որ ես նայում էի աստիճանաբար տարբեր ռեգիոններում վարչական շրջանների գրավման եւ այլ, այսպես ասեմ, ժամանակագրությունը եւ
քարտեզը մայդանականների ապշեցնում էր ինձ, որ հիմա հակառակն է, հիմա ռուսամետներն այդ բոլոր դեպքերում հասկանանք, որ արևելքում, նույն Ուկրաինայի արևելքում այսօր կան բազմաթիվ մարդիկ, ովքեր նույնպես դժգոհ են Ռուսաստանի գործողությունից եւ չեն կիսում դա։ Հետևաբար այնտեղ բավականին բարդ պատկեր է, եւ եթե մենք վերցնենք արտաքին քաղաքական որոշությամբ գնան Ուկրաինան, մենք կբնութագրենք որպես դիսֆունկցիոնալ պետություն, որովհետեւ սպառնալիք կա սպառնալիքները միշտ եղել են իրավունքների ռուսալեզու մարդկանց ոչ, ես կարծում եմ իհարկե այս իրավիճակում, քանի որ երկու կողմում էլ ծայրահեղական խմբավորումներ կան, իդեպ եւ ես այն մարդկանցից չեմ, որ ասեմ օրինակ եթե աջ սեկտոր կա մայդանականների մեջ, ապա բոլորը բենդերականներ են։ Ես կարծում եմ անադեկվատ գնահատական է կամ ծայրահեղականները, ինչպես ռուսական ռոպագանդան է բոլորին պիտակում։ Ֆաշիստները, այո, եւ հետեւաբար ես կարծում եմ, որ երկու կողմից անշուշտ այս կոնֆլիկտի պարագայում միմյանց վախերը մեծացնող անշուշտ խմբեր կան, բայց պիտի հասկանանք, որ նրանք չեն կորիզը, նրանք միգուցե ստեղծում են սպառնալիքի մթնոլորտներ, բայց ես չեմ կարծում, որ օրինակ ուրեմն ռուսախոս զանգվածի կամ բնակչության ֆիզիկական գոյության խնդիր գոյություն ունի արևելքում կամ ռուսական բնակչության գոյության խնդիր գոյություն ունի Ղրիմում, ինչի պատրվակով օրինակ ռուսական ռազմական ուժերը մտել են։ Ես չեմ կարծում, որ Ուկրաինայում կա նման սպառնալիք։ Ախր ներողություն եկեք հասկանանք։ Մենք շատ կենտրոնացանք Ռուսաստանի կամ Արևմուտքի վրա, մոռանալով որ ախր այդ երկիրը իր ղեկավարն ուներ, որը քաղաքականություն էր վարում, որը պիտի համապատասխան այնպիսի մի իրավիճակ ստեղծեր, որպեսզի այս ամբողջը չլիներ։ Սկսենք դրանից, հա, եկար Յանուկովիչ իր թիմով, որը նույն օլիգարխիկ համակարգ էր ձևավորել եւ ժողովուրդը հիմնականում բողոքը դրա նկատմամբ էր, ոչ թե արևելք գնալ, թե արևմուտք գնալ, այլ կոռուպցիա, այսինչ այնինչ եւ այլն։ Եվ նաեւ դա ստանում էր ներեցեք, որ ընդհատում եմ, բայց դա նաեւ արտաքին քաղաքականության էֆեկտ էր ստանում, որովհետեւ նույն Յանուկովիչը ընկալվում էր որպես Ռուսաստանի մարդ։ Մինչեւ հոկտեմբեր չէր ընկալվում։ Նայած, որովհետեւ այստեղ այդ ամբողջը ցավոք սրտի հետեւյալ է, որտեղ է իմ շահը, այնտեղ էլ ես վազ եմ։ Դրանք այդ տիպի մարդ։ Սպառնալիք կա Ռուսաստանում։ Հիմա ասեմ ինչու՞մն է բան։ Տեսեք ինչ եղավ։ Հենց մի անգամից առաջի հենց նիստում Դուման, որ արդեն էս Յանուկովիչի պատասխանից հետո մայդանական արդեն Դուման որոշում կայացրեց, որ այդ ռուսերեն լեզու եւ լեզուների վերաբերյալ օրենք։ Հիմա մենք լինեինք, հա, պատկերացրեք մենք ենք։ Մեր նկատմամբ այդպիսի որոշում է կայացնում։ Կլինի մեզ մոտ մտավախություն մեր անվտանգության վերաբերյալ։ Կա, որ թողնենք անվտանգությունը ֆիզիկական։ Կա հոգեկան այնպիսի մի իրավիճակ, որտեղ դու շատ քեզ դիսկոմֆորտ ես զգալու։ Ես կմտածեմ հայկական դեպրոցները կփակեն։ Այո, եւ այլն, եւ ընդհանրապես ես իմ ինքնության վերաբերյալ այլևս խոսելու մասին իրավունք չունեմ, ես եւ այլն, մթնոլորտ է ստեղծվում։ Հա, դա կոչվում է ազգայնական, ազգայնամոլ արդեն մթնոլորտ։ Սա էլ է պատճառ, չէ՞, որ առաջանա այդպիսի տրամադրություններ։ Ուզում ասեմ մենք որ ասում ենք, այստեղ այնքան է ամեն ինչ արդեն պիրիպլիլոզ ոնց որ ասում են, որ դժվար է մեկը բերել ասել այս սա պատճառ է, սա պատճառ չի կամ այդպես չի կարող լինի։ Կան մարդիկ, որոնք իրականում կան մարդիկ, հա, որը կանգնել է ասում է դու իմ դեմով ես, հա, սովորական ավտոմատս բերել եմ, կա, հիմա դա թողնենք մի եզակի դեպք է թե չէ, բայց դա ցուցադրվում է, մարդիկ տեսնում են։ Այսինքն տարբեր տրամադրություններ են եւ դա բերում է նրան, որ հակառակ կողմը միգուցե ոչ ավելի adekvat, բայց համապատասխան միջոցների է ուզում դիմել, որպեսզի այդ ամենը չեզոքացնի։ Սա իրավիճակ է, որը հիմա պահանջելու է շատ ճշգրիտ քաղաքական գիծ եւ բոլոր ակտորների կողմից, այսինքն եւ Արևմուտքի, եւ Ռուսաստանի, եւ մյուս բոլորների, որովհետեւ եւ ներսի այդ իշխանության, որը հիմա եթե չգնա երկխոսության ճանապարհով, ինքը իր երկիրն է վտանգի տակ դնելու։ Եվ եթե չկարողանա իր ժողովրդի հատվածների հետ ռուսական լեզու չեն պահելու, ռուսական զինվորով, ռուսական դպրոցը չեն պահելու, եւ ամեն մի ռուսախոս բնակչի կողքը Խարկովում կամ այլուր մի զինվոր չեն դնելու, էլի անվտանգության ապահովում։ Սա տարբեր բաներ են։ Ուրեմն սկսենք նրանից, որ եթե կա այդ վտանգը եւ հիմա տեսեք ռուսերենը իսկապես դուրս են գալիս դեպի Ռուսաստան։ Հիմա տասնյակ հազարներ են թե հարյուրներ են եւ այլն, բայց այդ մտավախություն ունեն մարդիկ։
Հիմա խնդիրը իհարկե պարզ է, չէ, Ղրիմի մասին էլ է նաև։ Իսկ կարծում եմ պատերազմի վախից են դուրս գալիս Եվ պատերազմի ամեն ինչի դա կապ չունի, այս ամբողջը վերաբերմունքի ասում եմ, եթե օրենքը ընդունվել է, որ ռուսերենը լավ չի, ուրեմն պետք է ինքը մտածի, ինքը ուրիշ ձևով է, այդ обывателը լրիվ ուրիշ մտածելակերպ ունի։ Երկրորդը Ղրիմի խնդիրն է։ Ղրիմը իրոք չի եղել ուկրաինական տարածք, ոնց որ հիմա Ղարաբաղը չի եղել ադրբեջանական տարածք, նվիրել են։ Այնտեղ հիմնական բնակչությունը վերջապես ռուսներ են։ Հիմա եթե որ չեն ուզում մասնատվի իրենց երկիրը, բայց կա վտանգ, որ եթե այս մի մասը չվերցնի, կարող է լրիվ ուրիշ լինի, պարզ խոսենք։ Թուրքերը եթե տեսնեն հնարավորություն, որ կարելի է, ասենք, այդ տարածքում տնօրինել, անպայման դա կանեն։ Ես նկատում եմ Թուրքիային։ Թաթարները նկատի ունեք շատ փոքր տոկոս են ասում, Թուրքիան որպես պետություն, որը միանգամից թաթը կդնի եւ իսկապես թաթարների միջոցով, այստեղ խնդիրը նա չի կարող 100,000 կներեք, ուրեմն այսպես է։ Նայած ոնց եք նախապատրաստել։ Ինչ է Մայդանում, որ արդեն տղաները այդ ջոկատները ձևավորվեցին եւ 20 կամ 100 հոգի էին, նրանք դիմակայում էին հազարներին, որովհետեւ նրանք չեն եկել այդպես կազմակերպված որպես ուժ։ Նրանք եկել էին որպես ժողովուրդ։ Հիմա նույնը այստեղ է։ Եթե դուք նախապատրաստվեք այնպես, որ հեղաշրջումը կատարեք եւ դրանց միջոցով զորք մցնեք, շատ հանգիստ կարելի անել։ Ուղղակի խնդիրը նա է, որ չհասցնել այդպես իրավիճակների։ Հիմա բայց կա արդեն այդ կոլիզիան, ուրեմն պետք է մտածել ոնց, որովհետեւ եթե Ուկրաինայում իսկապես իրական փոփոխություններ կատարվեն ոչ ի նպաստ ուկրաինական ժողովրդի եւ ուկրաինական պետության, աշխարհակաղակական այնպիսի մի հատ գործընթաց է սկսվում, որ քարտեզը չգիտեմ ինչպես է փոխվել։ Լավ, հիմա բանը Ղրիմը ենթադրենք, հա, անցեք ասում հանրաքվե եւ որոշում է դուրս գալ Ուկրաինայի կազմից։ Դա մեզ, նկատի ունեմ հայերիս, ձեռնտու է թե չէ որպես նախադեպ։ Ես ճիշտն ասած Ղրիմի իրավիճակին պարոն Սարգսյանը մի քանի զուգահեռներ բերեց, հա, այդ չափումներով իհարկե Լեռնային Ղարաբաղը համընկնում է Ղրիմին։ Վերջին հաշվով իսկապես չի եղել Ուկրաինայի տարածք, այն խորհրդային միության շրջանում այն էլ բավականին ուշ ի տարբերություն նույնիսկ Լեռնային Ղարաբաղի 54 թվականի, այո, տրվել է Ուկրաինային։ Հիմա անկեղծ ասած շատ ներողություն տրվել է ոչ թե որովհետև ինչ որ այդպիսի բան կար անհրաժեշտություն ուղղակի Խրուշչովին պետք էր Ուկրաինայի համապատասխան աջակցությունը կուսակցական կոմիտեների որպես ինքը որպես կենտրոնի առաջի կարգավիճակ դե հիմա ճիշտ ասած ես գիտեմ այդ պատմությունը դե հիմա Ղարաբաղն էլ տվել են Ադրբեջանի առաջին սովետականացման պարգևատրություն հիմա անկեղծ ասած ես խնդիր չունեմ եթե որևէ տարածք խաղաղ ճանապարհով ինքնորոշվում է ինչպես եւ փորձել են անել Լեռնային Ղարաբաղի հայերը այլ բան է որ Ադրբեջանը դա վերածեց կիսառազմական վիճակի եւ հանրաքվեն այդպես կասկածի տակ դրեց բայց ներեցեք եթե մենք գալիս ենք 94 թվականի Բուդապեշտյան համաձայնագրին ապա առավել եւս անջատողականության թիկունքում չի կարող լինել Ռուսաստանը որովհետեւ եւ դա մանիպուլացնի իբրև ռուսախոս կամ ռուսական բնակչության պահանջով, որովհետև ինքն է ըստ էության անվտանգության տարածքային ամբողջականության գարանտը։ Այսինքն տվյալ պարագայում միևնույնն է խնդիր կա, որքան էլ ես հարգում եմ ցանկացած ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Վերջին հաշվով եթե իսկապես Ղրիմի ժողովուրդը ցանկանում է ապրել առանձին եւ ոչ Ուկրաինայի կազմում, դա իրենց որոշումն է եւ ես որևէ կերպ չեմ կարող ոչ քննադատել դա, ոչ էլ ուրեմն մերժել այդ իրավունքը։ Բայց նորից եմ կրկնում, քանի որ խոսքը վերաբերվում է ռուսական ուղակի ինտերվենցիայի, այն էլ ռազմական ինտերվենցիայի արդյունքում նման process-ին, ապա այստեղ ինչ էլ որ լինի իրավունքը, միևնույնն է մենք գործ ունենք միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտման հետ, որովհետև ստացվում է, որ իսկապես մոլորակի վրա որևէ գրված փաստաթուղթ որևէ գրոշի արժեք չունի։ Այդ թվում եւ Ղարաբաղի պարագայում, հասկանում եք, հենց այստեղ է, որ նաեւ հակասությունը առաջ գալիս։ Արդյոք դա ձեռնտու Լեռնային Ղարաբաղին, որովհետև մինչև հիմա մեր ակարդներից բռնած բոլորով ասում են եկեք Իլհամ Ալիևի հետ թուղթ ստորագրեք, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, թե ինչպես աշխարհի ավելի հզոր պետությունների միջև ստորագրված թղթերը որևէ գրոշի արժեք չունեն եւ դրանք կարող են ցանկացած պահի ուղղակի փլուզվել։ Հետևաբար այս առումով իհարկե Ուկրաինայում եւ Ղրիմում տեղի ունեցողը, որը խարխլում է միջազգային իրավունքի հիմքերը, իսկ եթե մենք վստահ ենք, որ միջազգային իրավունքը մեր կողմն է, ապա իհարկե Լեռնային Ղարաբաղի շահերից չի բխում միջազգային իրավունքի նորմերին ձեռնոց նետելը, որովհետև Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը իմ կարծիքով
ամենևին ձեռնոց չի եղել նետված միջազգային իրավունքին, այլ ճիշտ հակառակը միջազգային իրավունքով ընձեռնված իրավունքի իրացում է եղել։ Եթե մենք հիմա խրախուսենք Ռուսաստանի կողմից կամ Ղրիմի կամ նրա մենք մեր կարծիքները ոչ ոք չի հարցնում։ Մեր կարծիքները ես կարծում եմ, որ դա արդեն Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված ավելի վատ զարգացումներ կունենա։ Ուրեմն ներողություն, Ղրիմում այդպես իրավիճակ չի, որ մենք հիմա արդեն ասենք, թե Ռուսաստանը գնում է հանրակրվեն հայտարարված է։ Հանրակրվեն, բայց հանրակրվեն ուրիշ հարցադրումով է արված։ Ոչ թե դուրս գալ Ուկրաինայի կազմից, այլ ունենալ այն պետական մակարդակով ինքնավարությունը, որը իրենք ձևավորել էին 94 թվականի դեռ իրենց ուրեմն սահմանադրության համապատասխան։ Այսինքն խոսք չի գնում, որ դուրս գալ պետության կազմից միանալ Ռուսաստանին։ Այլ հարց է, թե ինչպես կզարգանան այդ հարաբերությունը, բայց եկեք չմոռանանք, վերջապես Սևաստոպոլում իսկապես կանգնած է ռուսական նավատորմը։ Եվ իհարկե ռուսները իրենց զուտ աշխարհաքաղաքական շահերից ելնելով երբևիցե չեն զիջի Սևաստոպոլը։ Եվ պետք է ամեն կերպ պահպանեն, որովհետև եթե այսօր արդեն ամերիկյան 6 նավ է արդեն մտել Սևծով, որովհետև 2-ը բավարար չէին, 4-ն էլ ավելացան, ինքնին հասկանալի է, եկեք չմոռանանք, այսպիսի բաներ կան, որը չեք մոռանում դա, որովհետև կան, բայց դա չի էլ վիճարկվում իդեպ, ես ուղղակի թույլ ընդհատեմ, այսինքն եւ որ Սևաստոպոլում ռուսական ռազմական ֆլոտի գտնվելու ժամկետը մինչեւ Հայաստանի նույնատիպ պայմանագիրը երկարացվեց մինչեւ 2044 թվական, այսինքն նույն ժամկետով էլ երկարացվել է այնտեղ։ Աշխարհը որևէ բան չասաց, այդ թվում եւ ուկրաինացի իշխանություններին, այդ թվում եւ Հայաստանի իշխանություններին, թե ինչու է ձեր հարաբերությունները ռազմատեխնիկական եւ ռազմաքաղաքական խորացում Ռուսաստանի հետ։ Յանուկովիչին եւ Սերժ Սարգսյանին որևէ մեկը որևէ քննադատական խոսք չի ասել, թե ինչու են երկարացնում։ Այսինքն, այստեղ եթե մենք խոսում ենք արևմուտքի ռեակցիայի մասին, որևէ մեկը դեմ չի եղել կամ առնվազն եթե անգամ դեմ չի եղել ռազմաբազան, մյուս բանը եթե ռազմաբազայից մարդիկ դուրս են գալիս եւ գրավում են օտարավականներ եւ այլն, ստացվում է որ նավերը նաեւ թռչում են։ Լավ, այսպեսի բան է կանխատեսում ամենակարևոր հարցը որ է ամերիկյան լիբերալ թերթերը ոչ պահպանողական էլի առավոտի նման նա ենթադրում ասում են որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչպես եւ Վրաստանի դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները Ղրիմի կամ Ուկրաինայի կամ չգիտեմ Դոնեցկի համար միջուկային պատերազմի մեջ չի մտնի Ռուսաստանի հետ բայց արդյոք հնարավոր է որ Ուկրաինայի զինված ուժերը բախվեն ռուսաստանյան զինված ուժերի հետ Ինչ վերաբերում է ուրեմն իրոք լայնածավալ պատերազմի աստված մի արած է, որովհետև դա բոլորիս է վերաբերում, կարծում եմ այո, այդ առումով ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստան եւ ոչ միայն դեռ այս պահին որևէ մի այլ պետություն այդպիսի քայլի չի գնում։ Բայց բախվեն թե չէ ռուսական եւ ուկրաինական ուժերը, կարծում եմ որ ոչ։ Բարձ պատճառով, որ այս պահին այդպիսի մտադրության մասին չի խոսքը գնացել։ Խոսքը գնում է նրա մասին, որ մենք եկեք մենք մեր շահերը պաշտպանելու առումով դուք ձեր շահերը պաշտպանելու գանք որևէ մի կոնսենսուսի։ Եթե այդ տարբերակը չաշխատեց, եթե այսօրվա իշխանությունները Ուկրաինայի, որոնք մի տեսակ ծայրահեղություն են վերցրել, վերջ-վերջով բոլորին հասկանալի է։ Դուք եթե ուզում եք արևմուտք գնաք, դա չի նշանակում որ Ռուսաստանի ձեր հարաբերությունները պետք է թշնամական դառնան։ Վերջը դուք բարեկամական հարաբերություններ ունենաք։ Երբևիցե Ռուսաստանը չի համաձայնվի, որ իր սահմանների վրա լինի թշնամական մի պետություն, որը անընդհատ իրեն վտանգի տակ է պահելու, առավելևս անընդհատ արևմուտքին կանչելով, տղա կանչելով։ Հիմա դրանից ելնելով ես կարծում եմ ամենաճիշտ հնարավոր տարբերակը պետք է լինի, որ Ուկրաինայի այսօրվա իշխանությունը, որքանով դա համարվում է լեգիտիմ, ոչ լեգիտիմ եւ այլ, թողնենք մի կողմ միանգամից մտնի երկխոսության մեջ համապատասխան օղակների հետ եւ այստեղ արդեն ես միջնորդների դերը շատ կարեւոր եմ օրինակ եթե ԵԱԿ-ն այս պահին շատ օբյեկտիվ ձևով վերաբերվի այն ամենին ինչ որ կատարվում է եւ դառնա միջնորդական մի այդպիսի կառույց կարծում եմ որտեվ ԵԱԿ-ի մեջ մտնում են եւ Ռուսաստանը եւ Ուկրաինան եւ մի շարք պետություններ որոնք որ շատ հարմար է իրենց համար հարթակը ընդունելի է Այս պարագայում ես կարծում եմ, որ կարելի է ուրեմն այդ համապատասխան
վտանգը հեռացնի։ Ձեր կանխատեսումը։ Ես կարծում եմ, ես չեմ կարծում, որ երրորդը համաշխարհային պատերազմ է լինելու, ինչպես որ զգուշացնում են, մտահոգվում են, բայց այն, որ կոնֆլիկտը չափազանց լուրջ է եւ չափազանց գլոբալ եւ դրա հաղթահարումը բավականին երկար ժամանակ է պահանջելու, գրեթե դրանում կասկած չունեմ։ Մի բանում վստահ եմ, որ լայնամասշտաբ կամ պատերազմի համար, եթե անգամ վերցնենք դա Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, ոչ Ռուսաստանը այդ ռեսուրսը ունի, ոչ էլ Ուկրաինան առավել եւս։ Մխրճվելով դրա մեջ, ուղղակի երկու կողմերը չափազանց արագ մոտեցնելու են իրենց վախճանը։ Այսինքն հնարավոր է Եվ ես կարծում եմ ոչ, որովհետև երեք էլ որ հետևում էինք ամբողջ գիշեր լրահոսին, համենայն դեպս ուկրաինական կողմը այնտեղ որտեղ Ղրիմում կարող էր արժակատման ռիսկեր լինել, հա, 6 ուրեմն նավեր էր հանել, տեղափոխել էր Օդեսա, այն բանի պատճառով, որ արդեն կարող էր նաև ինչ որ բախում լինել ուկրաինական եւ ռուսական ռազմածովային ուժերի միջև։ Այսինքն ակնհայտ է, որ ուկրաինական կողմը ինքը անգամ նույնիսկ պատրաստ է նահանջել միայն թե այդ բախումը չլինի։ Ռուսական կողմը ես կարծում եմ արդեն իսկ չափազանց լուրջ պիտի որ տեսանելի լինի իր համար երկրի մեկուսացումից մինչև հնչած սպառնալիքների ողջ բնույթ։ Ես չեմ ուզում հավատալ G8-ից ասենք այո, դա հավատացեք չափազանց կարևոր է Ռուսաստանի համար, որովհետև Եվրասիական միության նախագիծը Վլադիմիր Պուտինը, այսպես ասեմ, լավորից չէր որ հորինել էր, այսինքն այստեղ գլոբալ հարցերում լուրջ դերակատարում ունենալու կամ ինչպես ռուսական կոնցեպցիան է ասում, բազմաբևեռ աշխարհում լուրջ դեր խաղալու համար է արել։ Եվ եթե հիմա ինքը կանգնելու է մեկուսացման վտանգի առջև, որտեղ իրեն հանելու են, այսպես ասեմ, աշխարհը ղեկավարող այդ ութնյակի խմբից, եթե իրեն հանելու են այլ կազմակերպություններ, ինչի սպառնալիքները հնչում են, եթե ինքը առևտրի համաշխարհային կազմակերպություն եւ այսպես բոլոր տեղերում խնդրեմ է ունենալ, դրանել գումարած տնտեսության հետ կապված սպառնալիքները, հա, այսօր ըստ էության ռուսական ուրեմն արժույթի հետ կապված այդ տատանումները արդեն շատ վտանգավոր չափերի են հասել, ավելին ռուսական բիզնեսը, ինչպես Ռուսաստանում են արդեն ահազանգում մարդիկ իրենց փողերը հանում են դեպի արևմուտք, այսինքն չափազանց լուրջ վտանգներ կարող են ստեղծվել հենց Ռուսաստանի համար, չհաշված մյուս քաղաքական ռիսկերը, դա եւ Թաթարստանն է, եթե այնտեղ անկախացման խնդիր ծագի, այսինքն ասել թե Ռուսաստանը կաշկանդված չէ ինչ որ խնդիրներով սխալ է։ Հետևաբար ես կարծում եմ ուղղակի այստեղ հարցը երկխոսության եւ դիալոգի հաստատման մեջ է, որի նշանները արդեն կան։ Համենայն դեպս Գերմանիայի կանցլերի եւ Ռուսաստանի նախագահի զրույցի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ԵԱՀԿ հովանումներ քո այդ խնդիրները լուծելու, քննարկելու համար։ Եվ ես կարծում եմ, որ ուղղակի այս առումով ես համակարծիք եմ պարոն Սարգսյանի հետ այն առումով, որ Ռուսաստանի շահերը չի բխում իր անջատյան հարևանությամբ ունենալ արյունակից մի այնպիսի մեծականակ բնակչության պետություն, որ իր թիվ 1 թշնամին դառնա։ Եվ հետևաբար խնդիրը երկու կողմերի ետնահանջի եւ լուծումների մեջ է։ Դա դուք լավատեսություններ շնչեցիք ուրեմն այս ձեր եզրահանգում եմ, այսինքն ոչ միայն երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, այլև լուրջ բախում չի լինի երկու ուրեմն եղբայրական իսկապես ժողովուրդների միջև։ Շնորհակալություն մասնակցության համար, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներն էին Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, շնորհակալություն եւ Ժառանգություն կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, այսքանով մենք մեր այսօրվա հաղորդումը ավարտում ենք եւ մենք կհանդիպենք ըստ երևույթին 5 շաբթի օրը։ Տեսություն։